Հաջորդ հարցը ժողովուրդ եւ ժամանակավոր Համապետականությունների մասնակցում է 19 քաղաքականներ, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ 19 քաղաքականներից գաղտնալսվում է միայն մեկը, որը հիմնական վերմացակիցն է, ուժեղ հայաստանոսացությունը, ինչու է դա այդպես, եւ ինչու երբ որ մասնիկում մարդկանց գործ եք խոսք տալիս, ասում եք գործներ կլինի, աշխատատեղերներ կլինի, դպրոցներ կկառուցենք եւ ջահելներն են կվերադառնա մարզիկ, սա իրավապահ համակարգը դիտարկում է, որ ամեն ինչ կարգին է, հարթ է դիտարկում, իսկ այս նույն համատեքստում եւ ուժեղ հայաստանոսացության ներկայացուցիչ Արթուր Ավանեսյանը հայտնի կանդասը երբ ասում է, որ դպրոցներ կլինի, երբ ասում է, որ հողներ կլինի, գործներ կլինի, ամեն ինչ լավ կլինի, դրան կալանավորում, սա ինչպես հասկանան, ինչպես է բարձրանում, եւ մեկ հստակեցում ԵՄ եւ ԵԱՏՄ-ի հետ կապված, դուք ասում եք Հայաստանի առանցքային ուղղությունը ԵՄ-ն է, բայց ԵՄ-ն հայտարարում է, որ իր ակտիվությունը կարգավորի եւ չի կարող որևէ ինչ օգնել, եւ այս նույն սրանց դրեր ասում եք, որ Հայաստանը համեստ կանոններով չի կարող ցածր դեպի ավելի ՀԴ-ի հետ եւ սրանց զուգահեռ է ԵԱՏՄ-ի հակամարտ մարդկանցություն էկրանում եւ մայիսի 28-29-ի տեղի է ունենալու ԵԱՏՄ-ի գագաթնաժողովը ՀԴ-ն էլ հայտարարել է, որ հստակեցրեք մնում եք ԵԱՏՄ-ում թե դուրս եք գալիս։ Հիմա մենք կարող ենք ասել, որ քաղաքական PR եք իրականացնում, որ մնում եք երկու խաղ եք կապացնում։ Նախ ձեր գնահատականը, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում, լավ, այդ գնահատական հանրությունը, որ հանրությունը։ Դե ժողովրդի հետ շփման ընթացքում այդ։ Ես այսքան ժողովրդի հետ շփվում եմ, որը մեկը չասեց, որ ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն եմ վարում։ Բայց լավ տեսականորեն, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ քաղաքականություն վարեի, ԵԱՏՄ-ն հիմա կաթվածահար վիճակում կլիներ, որովհետև ԵԱՏՄ-ում որոշումները ընդունվում են կոնսենսուսով, այսինքն որևէ որոշում չի կարող ԵԱՏՄ-ում ընդունվել, եթե ես դեմ եմ այդ որոշման։ Հետևաբար, եթե ես ԵԱՏՄ-ին հակառակ գործեի, այսօր ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն նշանակում կաթվածահար է, չի գործում։ Ցույց պատասխանել, ձեր հարցերը լսեցին։ Հետևաբար, ԵԱՏՄ-ին կաթվածահար չի նշանակում ես ԵԱՏՄ-ին հակառակ չեմ գործում։ Եվրամիությանը մեր անդամակցության հետ կապված ես բազմիցս պարզաբանել եմ։ Հրապարակային ձեր թույլտվությամբ ես նորից չկրկնեմ, որն է մեր ռազմավարությունը։ Այդ ռազմավարությունը հրապարակված է եւ ոչ մի նորություն չկա։ Մի հատ էլ հարց կար, որն է։ 19 քաղաքական ուժից ինչու է կամ Ինչու է։ Հա, իսկ ինչ գիտեք։ Կներեք։ քաղաքացիների խոստացրեք։ Հա, հիշեցի հարցերը։ Այդ բարդ իրավական հարցեր եք տալիս, ես չեմ կարող իրավական վերլուծություններ անել, թող իրավաբանները վերլուծեն։ Ինչ վերաբերվում ասում եք միայն, իսկ ինչ գիտեք, ով է գաղտնալսվում։ Իսկ ես չգիտեմ ով է գաղտնալսվում, դուք որտեղից գիտեք ով է գաղտնալսվում։